Բայց Տիգրան Տեր-Մարկարյանի հրաժարականից հետո նման իրավիճակներում հայտնվելու են մնացած բոլոր պետական չինովիկները։ Միանշանակ հայտնվելու են այդ իրավիճակում, որովհետև համապատասխան թևը խնդիր է լուծում Երևանում հասնել իշխանափոխության, հետո Հայաստանի Հանրապետությունում հասնել իշխանության։ Իսկ ովքեր են այդ թևի կողմնակիցները։ Դրա կողմնակիցները արդեն աշխարհ քաղաքական են։ Դա Ռուսաստանն է, դա Ադրբեջանն է։ Ինչ են իրենք ուզում, մեղրիով միջանցք եւ Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնուրույնության ամբողջական զրկ։ Մենք դեռ աշխարհաքաղաքական թեմաներին կանդրադառնանք, բայց դուք ինչ եք կարծում, հայհոյանքներից, բռունցքներով հարվածելուց հետո ձեր թիմակիցը պետք է շարունակի պաշտոնավարել, թե ոչ։ Ես պատասխանեցի այդ հարցին, որ եթե մեր թիմակիցը գնում է այդ մտածված, պլանավորված այդ ծրագրի տրամաբանությամբ ու ինքը հրաժարական է տալիս, հաջորդ օրը նույն իրավիճակը ստեղծելու են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներից բոլորի առաջ։ Միանշանակ հաջորդ օրը գնալու են կենտրոն թաղապետին նույն պատմության մեջ դնեն ու ինքն էլ է հայտնվելու այդ իրավիճակում։ Մյուս օրը գնալու են Արաբկիր թաղապետարանեն, մյուս օրը, չգիտեմ, Դավիթ Հաշեն, հետո գալու են Արարատի մարզպետի մոտ, հետո Արարատ քաղաքի քաղաքապետի մոտ։